Եվ այստեղ կապ չունի, այստեղ ոչ հрьяան է մեղավոր, ոչ թուրքն է մեղավոր, առավել եւս ոչ ռուսն է մեղավոր, ոչ այդ այլ պապուասն է։ Սա մեր կոնկրետ անձնական պատասխանատվությունն է։ Եզրափակելով այս թեման, ինչ կուզեի ասել, ժողովուրդ ջան, ֆոբիան աննորմալ վիճակ է, այսինքն հոգեկան հիմա իմ կարծիքը սկսում, չնայած մենակ իմս չէ, երևի որ վերցնես բառարանը մեջը կարտաս ֆոբիա բառը կստակ որ մի կանոր, այսինքն մեղքը գծել այն ազգի վրա կամ այն ազգի վրա, ինչ պատահեց, մեկ է սկսել Եվրոպան է մեղավոր, մեկ պեջ բան, մենք նստած հաց ու սոխ կուտեինք։ Ես ուրիշ կարծիք եմ, այն ազգերը ավելի ուժեղն են, որոնք որ ասիմիլյացնեն իրանց մեջ, իրանց հարևաններին, դες պարսիկները հայերին տանեին իրանց մեջ բանկեն են, ռուսները ինչքան ազգ են ասիմիլյացրել, չէ, հզոր իմպերիա են տանել, մարդ նոր ինքը իզոլյացիայի մեջ կգնի, այսինքն ես հարևանս լավը չէ, բայց սա մեղավոր է նոր ես սոված եմ, այդ մարդը թուլնագը, մարդը պիտի հագարակը, պիտի օգտվենք, կամ մենք տեսենք անգլերեն չիմանանք, ռուսերեն չիմանանք, գրականություն ինչ կարտա, ինչ իմանանք մարդկային արժեքներից, հագարակը մենք պիտի ցերտենք ինչքան հնարավոր է շատ լեզու իմանանք, ինչքան հնարավոր է շատ ազգերի հետ մերը ունենալով իրանց բանն ենք, մեր մեջ ասի, մենք իրանց չծուլենք, իրանց ինչ որ մեր գյումրին վար օրինակ է, էլի, երբ որ երկու արժեք իրար կմիանա, չէ, սիներգիայի էֆեկտը կառաջանա, ուսենք երկուսն իրար հետ ավելի զիպ բան կստեղծեն, քան թե ամեն մեկը առանձին եթե աշխատեր, չէ։ Այս քաղաքի նայեք, տեսեք ինչ է ստեղծվել, էլի, այս բան չեղա դարդակ տեղի վրա, մի հատ հրաշք է ստեղծվել։